Սիրելի հետևորդներ ջան, ճամփա ենք ընկել դպա վարդուտը, այս գլավնի շոշնա, դպա թեղուտա տանում մեր կողքի գեղը, համաթեստի մի քչել որ աղակ գնանք, աչու կրանրեսի վրա թեքվիլտինք, որ մեր ուզած տեղը գնանք, դպա վարդուտը, համաթե ասեմ որ ով գիտե ոչ, հմի հասանք մեր շնողնա գիժ ղոբնի ձորը, գիժ ղոբին ենք ասել դենն ու դենը եսիմով այ տանումը կպցրել, դե հենց էլ էտա էսանումն աստացել էս խադա տեղը, քանի որ դենն ու դենը որ ուժեղ սելավնի գեր առանց մարդկային միջամտությունների, էս ձորնի եկասելավա ջուրը գրել դամիշելած դվեր դառներ, գներ շնողնա ջուրը դառներ, դենը մեկ որ ստի ասֆալտ են արել, այսինքը էս աչու թևի կռան վրա են գադուկումը ժողովուրդը արդեն գեղա դարձրել, տներ են սարքել, բաղուբաղչա են գծել, ըտի ապրում են, ձախ ու կռաներեսի վրա էլ կա, բայց ըտի դեռեչել լգնումը կենող չկա, նոր են սարքում էլի, արդեն վարդուտի դիպ, ճամփեն դիպ են քլում, դե իմ աչքիցն էլ վրիպում չի ճամփի ես սիրուն տեղերը, որ ձեզ էլ շանս տամ, սիրելի հետևորդներ ջան, այս ձևով եմ միացել ձեզ, քանի որ ավտոյի ձայնը շատ էր, գրգռոցը շատ էր, ասի, ես էլ այդ գրգռոցը հետնի, գրգռալ է չի խոսիմ էլի ձեր հետ, եկել եմ տանիցը հանգիստ, իմ ձևերով, ժամանակակից ձևերով ձեր հետ միացելու բացատրում եմ, թե սուր ենք գնում, որդի ենք գնում, հա, ասեմ, որ դե գիտեք էլի շատերդ, որ նպատակ էի դրել, որ իմ մեղուները շտացնեմ, գնում եմ մեղու առնելու, սիրելի հետևորդներ ջան, այն հերվումը մեր շնողնա, գեղնա, գադուկնումը, ձորերումը, դուս տեղերը, շատ տարուփոս տեղերա մեր շնողնա գեղը, շատ հերվարա գեղ ունենք, դե մնել եմ ասել, գիտեք էլի, այդ չալի կուրնա, սիրելի հետևորդներ ջան, հմի պտիտ կանք ես մի կուրը, ասեմ, որ դե հենց համ մտիկ եմ անում, համ էլ տենում եմ էլ իրևումա, որ այդ ներքի կրանը կարկուտը լավ զորարացա, բայց մեղվա պահը ասա, որ այս վերի կրներին կարկուտն անումը դիվել չի, գոնե մի հատ ստի գծել չի այդ անդերը, դե ավելի լավ, քանի որ ստել են ժողովուրդը բաղուբաղչա գծել, տուն կառուցել, շելի գարել, բին աբռնել, կարվո չելի անտեղի հարամզարամաներ, ստի ռամաշկի դաշտա, բայց թե չփարածա, համաթես միկրաներեսին էլ կա, արդեն մտքումս աչկադրել եմ, որ այդ գալիս գալտի մտի ռամաշկա քաղել, հլա տենանք ոնց կհաջողվի, Այ հմի հասանք վարդուտ, վարդուտը գտնվում է մեր շնողնա գուգուտ սարի փեշերին, այն վերևի վենց սարը, որ էտ այնչ կադրում նրև էր, էտ մեր գուգուտ սարնա, հմիստի էլ ադիպ ճամփա, դիվ են քլում, էսա ուր որ այա տեղ կհասնունք, մինչև տեղ կհասնունք, սիրելիներս, ասեմ, որ այդ գուգութումը հարց չել ալում, շատ օքմներ անցա ռաստեկել, բարև բայլուս են արել, անցկացել, դե տհեշուլուղ շիտակով պատմում են անցկենում, գել էլ կա, կխտար էլ կա, տհե վենց սարեր ունինք, այդ կրանրեսիս դեննել, այ հմի արդեն տեղ հասանք, ստի պավարոտ կանենք, ավտոն ոտը կանենք, հետո թե հարմար կլի, ընդեն էլ կնկարեմ։ Գնացինք։ Դռնակը բացենք, հետո առաջ գնանք։ Բնությունը սիրունացել է, մասրենիները ծաղկած, լուղածաղիկներն էլ են բացվել հեսա։ Նորից եկել ենք դրախտավայր, սիրելի հետևորդներ ջան, ահա, ավելի է սիրունացել, ռամաշկան էլ արդեն ծաղկել, ապա հոտ քաշենք, ջան, երեկոյան թռչունների երգի ժամն է, ձեզ էլ ինձ հետ դրախտավայր եմ բերել, այստեղ էլ խնձորածաղիկն է ծաղկել, ահա,
Եվ էլի ասենք, մեր ոտը մեղվանոցում բարի լինի։ Էս էլ վայրի առվույթն է, սիրելի հետևորդներ ջան, որ սենց մեր կածանումը դուս եկել ու ծաղկել։ Խնդրեմ, հրաշք, հրաշք։ Եվ շուրջ բոլորը հրաշք։ Բացում ենք դռնակը։ Դե բացի դուռը, ինչպես որ տերը կբացի և առաջ գնում։ Հլա ես գնամ տենամ ընդորվա մորին ցոգոլա տղել։ Հիմա տեղել ես մի գույննա, ինչքան է չէ սիրուն։ Ուղիղ դեպի անցած անգամվա տեսած մորիների թփերի մոտ։ Հույս ունեմ հասած մորի կգտնենք ստեղից, մինչև որ ընդեղ էլ կարգավորումները կարվի։ Հետ ենք քաշում։ Ստեղ դեռևս ծաղիկ կա, հեսա։ Այս մորու ծաղիկն է ու ցոգոլա տվել հեսա։ Բայց դեռ չի հասել։ Փաստորեն մորին ցոգոլի մեջ է։ Դե իհարկե խակ պետք չի որ պոկենք։ Այսպես սիրելի հետևորդներ ջան, այս մեղուների տարածքը սենց փակած է, որ ամեն դեպքում անասունները չմտնեն։ Ստեղ արջը չի գա, չէ? Արջը հեռու է։ Արջերը չեն գա, չէ? Արջը մեզանից հեռու։ Դե արդեն մենք զբաղվենք մեղուներին նայելով, սիրելի հետևորդներ ջան, են էլ մեր գյուղն է, որ ստեղից երևում է։ Արդեն հրիկվա ճռեկն էլ ա դուս եկել։ Հրիկնա թեմա և այսքան խոսեցի և նոր եմ ասում բարի երեկո, սիրելի հետևորդներ ջան, մենք եկել ենք դրախտավայր, բարին բոլորիս լինի և բոլորս բարի գործերով լինենք։ Ստեղ արդեն ծուխն է պատրաստում, մեղվապահը, որ ծուխը պատրաստ լինի, հետո արդեն կարենանք, հեշտ ու հանգիստ նայենք, այս էլ փտրակ փետը, մեր մոտ այս փտրակ փետն է ընդունված, որ սրանով ծուխանենք, բայց հարգելի մեղվապահ ջան ասեմ, որ կողքի շրջանից հետևորդ ունեմ, ով որ ասում է, որ ղավով են իրանք ծուխանում։ Դե մենք էլ կանանք ղավով անում, ներկեսն էլ լիք ղավ։ Հա, գիտեմ, որ մեր ծմակնին լիքն են։ Սիրելի հետևորդներ ջան, քանի որ երեկոյան ժամերն է, ապահովության համար ես էլ գլխարկ տնեմ։ Այսպես։ Սազում է։ Հիմա հանգիստ կարող եմ ես էլ մոտենալ և իմ ընտրությունը կատարել։ Ուզում ես ծուխը տուր ես ծուխանեմ։ Իրա տուխ կա հետա, ինչ էր մեծ է։ Էդ կարաս ծակվիր ունես, էլի։ Հա, բան չկա, թող ես կարող ատանեմ ծակվիր ունես հետ նրա։ Հավանաբար ես էլ դիրում եմ։ Սիրելի հետևորդներ ջան, են անգամ որ սկզբից սա նայեցինք, հիմա սա ավելի ա ուժեղացել, ինձ թվում է այս կվերցնեմ։ Այս որանք ենք հանել իչից, դերը դու գտնեմ։ Հա, այս մեկը կհանենք, ինձ պետք չի լիստ էլի։ Բայց էլի տնես։ Հա, մի առայժ պոկենա։ Հա։
Ընդհանրապես մեղուկնելու մեջ հատուկ կանոններ կա, էլի, եթե իհարկե մեղվաբուծությունից հասկանում եք, հիմա օրինակ այստեղ մեղվապահը որ լիստ էր ավելացրել, դե իհարկե պետք է որ ավելացնենք, բայց վաճառելու դեպքում լիստը չենք հաշվում, սիրելի հետևորդներ ջան։ Էսա կգտնենք նշանարած, Հեսա, սայ մերը, հեսա, անցկացավ ես մի կուրը։ Նար եկավ է։ Նա էլի շրջի է սրանքում նա։ Սայ, հեսա։ Հետո սախտել, ջուր չկա։ Ինձ հարցը գիտես ինչու մեր ջուր ինքը ջահել մերա, չէ։ Անցյալ տարվա մերա, բայց դե եթե անցյալ տարվա մերա։ Ուղղակի չլի, լատուր ես տենամ։ Աղա ես տենամ, էլի ցուկա թե չէ, բայց այս ցանցերը ես հետ չեմ սիրում, ես գլխարկի սիրել հետևորդներ ջան, շատերդ գիտեք, որ այս ցանցավոր գլխարկները չեմ սիրում, քանի որ մարդու աչքեր ա շաղում։ Դե կարող նոր է եկել, որ ստիծվե։ Չէ, ես գիտես խի ասում։ Մենան այլ բերնու բարձեքով էլ գալիս են։ Ես գիտես խի ասում։ Որ սա զու չլեր մեջը։ Ես սա քեզ չէի տա։ Այսինքն կարելի մերը լավը չլի, էլի, հա։ Լավը չլի, բայց այս մեջլիկը դու աթավա։ Էսա կտենամ, հա։ Ես դե հասա։ Դե կարող մեկը լավ որ ստի նոր ձվի։ Չէ, չկա լավ էլ դիտել էի։ Ստիկա ասայ։ Յուրական ձեր կնստի։ Ամեն դեպքում ցանցս քաշեմ։ Հետո շարունակեմ ավելի մոտից նայել։ Այս տնենք ստեղ մերը, թե։ Նա դիտի։ Միտեղ որ դուն կա, ես ասիցա չունիմ։ Նա։ Դրանա անարի։ Հա։ Ասենք սա կերի պակասությունից էլ որ դրադությունը քչացրել է։ Կարող է, հա։ Անձրևնի շատ եկավ էլի։ Ես ասեցամ դերը։ Ես էլ բարձրացնենք ամեն դեպքում։ Մեր չլում, բան չէ, դու չել ես, սա քեզ երբեք չտի։ Դե ձվիցը դուս են եկել, բարդակ տեղերը նոր դիդնել էլի։ Թազա դրադրությունը քիչացրել է։ Համիտեզ ես ինչ կան։ Ես էլ տենայի էլի պետիկ ջան։ Նեղր օրոն կայա դա, իրաց պահեցնա։ Բայց տենանք էլի։ Փաստորեն ըստի ձվից դուս են եկել, այդ մոմենտն է։ Այն պահնա, որ արդեն կարմիր ձուն դուս է եկել, սիրելի հետևորդներ ջան, հա։ Համիտեզ ես սրան ինչ կանեմ, եթե դու Հա։ Ես ռոմկեն հանում։ Հա։ Երկու հատ ուրիշ ծույն դնում մեջ։ Երկու հատ։ Հա։ Որ ящикը լիքնել էլի, կիսալ ящикը դերյաչան ուշիկատ։ Լավ։ Համաձայնես։ Լավ, հարգելի մեղվապահ ջան։ Ես ռոմկեն հանում են լի։ Ստեղ մեկը կա, իրա պզում է։ Բան չկա։ Սրա դետերը մի հատ եմ դնում, մի հատ էլ ստեմ դնում։ Ու բերում քեզ։ Եղավ։ 1 2 3 4 5 6 7 10 տնամա։ Այսինքն մեն 2 հատ ձու։ Մի փոխանակ իրենց կողմը։ Հա, այս հանելու ես մի խոսքով։ Դե մի հան է էլի, թե չէ։ Հանեմ ինչ անեմ։ Հա, թող իրաց գործն անեն։ Հա։ Այս փեթակը ես վարմանս ոչ սպառնում դաստան։ Հա։ Ավտոմոբիլը բերում եմ։ Կդրդակ ես ինչ կանես, ինչ չես անել։ Այս անգամ էնի մեծ փեթակը չեմ բերել, սիրելի հետևորդներ ջան, քանի որ արդեն մեզ պարզա որ պետք չէր որ անտեղի մենք չարչարվենք, իմ փեթակը բերեմ, ընդեղից ստեղ լցնենք, հետո էլի ես տանեմ ընդեղ տեղափոխեմ։ Հիմա արդեն այսինքը մեքենայով կբերի մեխած։ Պատրաստ ու արդեն հեշտ ու հանգիստ ես արդեն իմ մեղվանոցում էլի կտեղափոխեմ իմ ընտրած փեթակի մեջ։ Այսպիսով ես իմ ընտրությունը կատարեցի, սիրելի հետևորդներ ջան։ Դուք էլ վայելեք այս լավ տեսարանը, այս բնության ձայները։ Եվ մենք մեր գործն ավարտեցինք։ Հիմա փորձեմ այդպես մի քիչ պտտվել մեր բնությունն էլ ցույց տալ,
Դեռևս իմ գլխարկը չեմ հանում, որովհետև վտանգավոր է։ Եվ ասնենք առաջ։ Տալի մարդը բերնից խոսքը դուրս եկել։ Սիրելի հետևորդներ ջան, մեղվապահը հետարքիր պատմություն ապատմում եւ ուզեցի, որ դուք էլ լսեք։ Այս 200 ռուբլին իրան հետ պետք չի։ Ողմ էր այս մարդը։ Ես սերվի գնացի այդ մարդին գնանք, 210 ռուբլի տվինք, էշը ետ բերինք, որ այդ մարդը։ Մեծ ծուխը դեռ ստեղ ծխում է ապահովության համար, քանի որ մենք դեռ ստեղ ենք։ Միշտ էլ մեղվապահները հետարքիր պատմություններ են ունենում, սիրելի հետևորդներ ջան, կապված տարբեր մարդկանց հետ շփումից, տարբեր տեղեր գնալուց, ընդհանրապես մեղվապահը մեղուների պես համ աշխատող մարդ է, համ էլ մեղուների նման իմաստություն է ունենում։ Դրա համար հետարքիր է կանգնել եւ ուշադիր լսել մեղվապահների պատմությունը։ Այդպես։ Իդեպ ասեմ, որ մեղվապահը բարեկամս է, սիրելի հետևորդներ ջան, եւ շատ հանգիստ ու լավ եմ զգում ինձ, ես այստեղ։ Ուրիշ բան լավ պատմություն գիտես։ Այ, այնքան բան գիտեմ, Դե մի լավ բան պատմի, հետևորդներս լսեն, չգիտեմ։ Գնանք կամաց։ Սիրելի հետևորդներ ջան, քանի որ մեղվապահը նաև այլ աշխատանք է, մի քիչ էլ պետք է շտապենք։ Ինչ անեմ։ Էդ է, չէ՞։ Էդ է։ Այն մի բակված։ Էս մեր ընտրածը, հա, մեր ընտրածը սա է։ Սիրելի հետևորդներ ջան, հրեսեն, էս է մեր շնողնա Գուգուտ Սարը։ Այս սարն է, որ ասում եմ գելու գազանը լիքն է, հարչ էլ կա, ամեն ինչ էլ կա, կխտար էլ կա, այս ծորերումն էլ մեր գեղի ժողովուրդը բինա է վեր եկել, ամենքն իրանց ապրանքը հվաքորում են, ով ինչ ունի, հետո վեշուքոչը կապում են ու գալի այդ ծորերումը բինա բռնում, ըտի շատ սարը աղբրնի էլ կա։ Հիմի պտիտ կանք, այս մի կուրն էլ ծանոթացնեմ, այն տախ տեղը, որ հերվում նրևում է, այդ էլ գադա տապն է, մի քիչ տեսը, ետ սիրուն բաղերա գծած։ Հաչու կրանն էլ վենձու պուճուր քարի գլուխն է։ Իմ շատ սիրելի հետևորդներ ջան, այսքան ծաղիկը քաղել եմ, չէի կարող որ անտարբեր անցնել այս հրաշքի կողքով։ Հիմա աստեղ ռամաշկաներն էլ ածաղկած, մի քիչ ռամաշկա քաղեմ, հետո նոր կգնանք տուն։ Մի քիչ կարճ պոչերով, հա, այս թե հնարավորինս կաշխատեմ, խորքից քաղեմ։ Սենց հրաշք տեղ, շատ պատահական, որ մարդ կհայտնվի սենց դրախտավայրում։ Լավ հողն էլ փափուկ է, նույնիսկ արմատով է դուրս գալի, շատ անարատ տեղ էր աստեղ, թվում է թե մարդկության ոտքը ստեղ չի կպել։ Այս պահին իմ օպերատորը իմ բարեկամ մեղվապահն է, շնորհակալություն որ այս պահին օպերատոր է ինձ համար եւ դուք էլ վայելում եք այս հրաշք կադրերը։ Բոլորիդ եմ փոխանցում սեր ու ջերմություն, սիրելի հետևորդներ ջան։ Բայց այս կողմը մի քիչ գնամ են կողմից քաղեմ, ստեղ ոնց որ մի քիչ անցած է։ Իհարկե միշտ էլ ընտրությունը մերն է եւ ընտրում ենք լավագույնից լավագույնը։ Փունջը գեղեցկացնենք։ Ահա, այսքան է լավ է, չնայած կուզեմ, որ այս ամենը քաղեմ ու ինձ հետ տուն տանեմ։ Դե գնացինք, պակա։
Սիրելի հետևորդներ ջան, արդեն տուն եմ հասել, ինձ հետ բերելով սարերի, դաշտերի, անտառների բուրմունքը, այս հրաշք փունջը, ծաղիկների տարբեր տեսակի եւ արդեն շտապեմ ծաղկամանի մեջ տեղավորել, որպեսզի ավելի երկար վայելեմ այս հրաշք բույրը, սիրելի հետևորդներ ջան, շատ ուրախ եմ, քանի որ ամեն բան իմ սրտով ստացվեց, դե երբեմն էլ կա, չէ, այնպիսի զրույցներ, որ այդ պահին չեն կարողանում ասել, փոխանցել եւ հիմա ուզում եմ ձեզ էլ ասել, որ ի սրտե շատ ուրախ եմ, քանի որ ինչ նպատակ որ դրել էի, որ մեղուներս նորից ու նորից շատացնեմ եւ իմ սրտով է ընթանում, կարողանում եմ շատացնել եւ հենց այդ պահով էլ սիրտս լցվել է ուրախությունով ու ցնծությունով, սիրելի հետևորդներ ջան։ Մեղու պահելը ոչ միայն որպես եկամտի աղբյուր է, նաև շատ հանգստացնող աշխատանք է, միշտ էլ ասել եմ, որ ինձ համար հոբի է, ու երբ մարդը գնում է իր երազանքի ուղղությունով, արդեն ինքնըստինքյան երջանկություն է լինում, այս իմ ուրախ տրամադրությունը ձեզ եմ փոխանցում, չկարողացա անտարբեր անցնել, սիրելի հետևորդներ ջան, եւ նորից հասնելով տուն, ձեզ եմ միացել, Եվ նորից ու նորից իմ ուրախությունը կիսում եմ ձեր հետ, շնորհակալ եմ, որ դուք էլ լինում եք իմ զրուցակիցը եւ դուք էլ ուրախանում եք իմ ուրախությունով, սիրելի հետևորդներ ջան, իսկ հիմա շտապեմ այս հրաշք ծաղիկները տեղավորել սիրուն ծաղկամանի մեջ։